Գևորգյան, ձեր գրառմանը կուզեի անդրադառնալ, դուք գրառում եք կապել, որտեղ այսպես ամեն հարց քննարկում են քաղաքացիները, բացի այն կարևոր հարցերից, որոնք բարձրաբանեք ձեր գրառումը։ Ուրեմն, տեսեք, ուրեմն ինչ է կատարվում 18 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը իրականում կարողացավ սոցցանցերից մարդկանց դուրս տանել եւ մղել պայքարի, բայց դրանից հետո հանդիմության բոլոր հավաքների ժամանակ տեղի ունեցել մի հատ process, երբ որ մենք իրականում այլ բանի մեջ էինք, այլ իրականության մեջ էինք, հա, իսկ վիրտուալ տարածքում այլ բանի մեջ էինք։ Այսինքն խոսքը այն մասին է, որ գետնի վրա անընդհատ պարտվում էր ընդդիմությունը, իսկ վիրտուալ տարածքում բոլորի մոտ տպավորություն կար, թե հաղթում է։ Այսօր Գյումրիի ընտրությունների հետ կապված հոկտեմբերից եւ հետ բոլորի մոտ կա մի հատ վիճակ, երբ որ բոլորն ասում են Գյումրիից սկսել է, Գյումրիում պարտվելու է եւ այդ թեզը դառնում է ավելի շատ փոխհարաբերությունների պարզաբանման կամ ներքին կուտակված էմոցիաների դադարման բան, բայց դա առաջին հայացքից է այդպես, որովհետև իրականում ստեղծվել է մի հատ աղմուկ, շղարշ, որ ամեն ինչ լավ է, այստեղ իշխանությունը պարտվելու է եւ դա անում են ոչ գյումրեցիները քաշ գիտակցում են, որ դրա համար պետք է պայքարեն, գնան իրանց ձայնը տանեն մարդունում հավատում են, իսկ այլ բնակավայրերից, այսպես ասենք, պայմանական հանրային ակտիվը մի հատ աղմուկ է ստեղծել, որ SS-ը Նիկոլը պարտվելու է Գյումրիում։ Ես ուզում եմ ստեղ մի հատ նկատառմամբ կիսվել, որ սա նախ վտանգավոր է, որտեղ փափուկ վարձ է տրվում գյումրեցիների գլխի տակ, ովքեր հիմա անդրապայքարի մեջ են եւ փորձում են ինչ-որ մի բան անել, հա, անդիմադիր հատվածը փորձում է զրոյացնել Նիկոլի հնարավորությունները Գյումրվա ընտրություններում եւ այս փափուկ վարձի շնորհիվ ամբողջը ունենալու է այլ տեսք։ Մյուս կողմից իշխանությունները սուսպուս իրանց գործը անում են, իրանք եթե նկատել եք բարբերաբար ընդամենը պահպանելով, այսպես ասած, խաղի առաջարկված կանոնները, մի քանի քաղաքական հայտարարություններ են անում, բացի Նիկոլի դրամահավաքի համար Գյումրի եկած ժամանակվա հայտարարություններից։ Այս ամբողջը դառնում է լրջագույն պրոբլեմ, հատկապես քարոզարշավի ժամանակ, երբ որ շատ իշխանությունից բողոքավորներ փոխանակ թե պատրաստվեն պայքարի, այն որ գրված է, չէ, կարդում են, ասում են Նիկոլը Գյումրիում պարտվել է արդեն, հա, օրինակ այսօր Հովիկ Աղասարյանն էր այդ մասին բան ասում, թե բեդե չգիտեմ, թե այդ մարդը ինչ խաբար է, ինչից է տեղյակ Գյումրիում, կամ ինչ առնչություն ունի առասարակ Գյումրու հետ, հա, եւ արդյունքում գյումրեցի ընտրողը, որը պետք է գնար դեմ արտահայտվել իշխանությանը, ոչ թե դեմ է արտահայտվում, այլ ասում է, թե լավ դե առանց ինձ էլ պարտվելու է, մեկ է, չեմ գնա։ Այսինքն իմիտացիա է, մեդիա։ Այո, ստեղծվում է fake իմիտացիա, որ էսը Նիկոլը ստեղ պարտվել է։ Իրականում, երբ որ դու վերլուծում ես փաստերը, եղած կոնտենտը, որը կա համացանցում, եղած տվյալները, որոնք կան քո շրջապատում, դու տեսնում ես, որ շատ թեժ ու լուրջ պայքար է գնում եւ իշխանությունն էլ շատ լուրջ աշխատում է, սուսպուս իր կողմն է անում։ Իսկ ընդդիմադիր հատվածը, որը ավելի շատ քաղաքական է, ոչ թե գետնի վրա է, իրականության է դե առնչվում, այլ քաղաքական եւ էմոցիոնալ դաշտում է, աստորեն սրանով պասիվանում է։ Տեսնում ենք, որ ընդդիմությունների թևերի եւ բաժանված պարապումներ կան, կողմից էլ տեսնում ենք, որ իշխանությունները իր վերքին փորձում են սևացնել, թե մեդիա դաշտում, թե զարշավի ընթացքում, իշխանության համար փորձագիտական շրջանակը, այսպես ասում են, որ սա շատ բախտորոշ ընտրություններ է լինելու, դուք ստանում եք այդ տպավորությունը։ Այո, նախ որ Երևանի ընտրություններից հետո հավականու 23 թվականին Նիկոլի վարկանիշը մասնակիցների 7%-ներ չէ ընտրել, եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագրին իջել էր այդ մագարտակին եւ վերջերս է հարցումներ արվեց, չէ, 11% աջակցություն ունի։
մնացածը հարաբերական է մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, մնացած սեգմենտների թվերը առանձնապես չեն փոխում այդ պատկերը, բայց այստեղ Գյումրիում Նիկոլը հաղթելով ստանում է ռեինկարնացիայի հնարավորություն եւ այդ ռեինկարնացիայի հնարավորությունը լավագույնս օգտագործելու է հետագա իր քաղաքական նպատակները իրականացնելու, առաջադրանքները կամ չգիտեմ ինչերը իրականացնելու համար։ Տեսեք, հոկտեմբերից կար Արդահերտի թեման, հոկտեմբերից ավականու նախորդ կազմը, որը իշխանություններ լուծարվել էր։ Դրանից հետո անցնում է համարյա 6-րդ ամիսն ենք, գալիս։ Եվ այո, 5-րդ ամիսն է, գալիս։ 5 ամսվա ընթացքում անելիքներ կար, տնային աշխատանքների մի ծավալ կար, որը ես որպես փորձագետ գոնե ամենօրյա ռեժիմով եթե չէ, շաբաթը մի քանի անգամ առաջարկել եմ որպես քննարկման թեմա, օրինակ երկրորդ, երրորդ համարների հետ կապված, թե ինչ ունեն իրանք անելու առհասարակ, իրանց առաջնորդին աջակցելու, կամ չգիտեմ սեգմենտները, նոր սեգմենտները, Գյումրվա նոր ընտրական իրավիճակը հասկանալու հետ կապված, որովհետև բազմիցս ասել եմ, որ Գյումրվա այս ընտրությունները ի տարբերություն մինչև 18 թվի ընտրությունների ունեն նոր մասնակիցներ։ Դա փոքր ու միջին բիզնեսն է, դա արցախցիներն են, դա նաև այլ երկրացիներն են, որոնք այստեղ 22 թվականից հետո եկել են մնալու եւ ունեն ընտրության իրավունք։ Հիմա այս ամբողջը հաշվի առնելու եւ Գյումրվա նոր զարգացման պոտենցիալի հետ աշխատելու փոխարեն մենք ունենք մի հատ իրավիճակ, երբ որ մնացած մասնակիցները իշխանությունը թողնենք մի կողմ, հա, ասեցի իրանք գործը հանում են, գլուխները կախ, երբեմն ոչ մեկը ոչ մի բան չի նկատում, հա, բայց այդ աշխատանքային process-ը կա։ Ցուցադրական մասի հետ մենք ես մի քիչ այլ կարծիք ունեմ, հիմա կասեմ։ Իսկ մնացածները փոխանակ այս հարցերի վրա կենտրոնանան, ավելի շատ քաղաքական կամ հայտարարություններով են բավարարվում, ինչը բնականաբար ավելի շատ մի կողմից սրում է իրավիճակը, բայց մյուս կողմից ընտրության արդյունքների մասով լիքը հարցեր է ծնում։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ արվեց հոկտեմբերից հետո հենց արվեցին ինչ այսօրվա կրառման թեմաներ, քաղաքական հայտարարություններ, որը թիմ ընտրությունների ժամանակ մի քիչ խաղից դուրս իրավիճակ է ստեղծում այդ հայտարարությունները անելու ժամանակ եւ նաեւ փափուկված ստեղծում ընտրողների համար, ովքեր արդեն փոխանակ գնան պայքարելով իրանց փողոքը արտահայտեն կամ չգիտեմ համաձայնությունը արտահայտեն, մտնում են անտարբերության դաշտ։ Նոյեմբերի վերջերի Նիկոլ Փաշինյանը պրայմերիզի մասին հայտարարեց, արդեն բոլորին ակնհայտ է, որ ՔՊ-ի թեկնածուն բացարձակ առավելություններ ու մրցակցային այլ պայմաններ ունենա մյուս թեկնածուների նկատմամբ։ Այստեղ տեսնում եք վարչական ռեսուրսի չարաշահում, ինչպես է գնահատում։ Իշխանությունը նրանով, որ միշտ անպայման իր վարչական ռեսուրսը այս կամ այն կերպով այս կամ այն չափով կիրառելու է։ Իշխանությունը իրանք են, հայտնի խոսք կա, չէ, մուժնել է իրանք ծեղը, մեղնել է իրանք ծեղը։ Հիմա այն ինչ պլանավորված էր, որ պետք է անեն, ենթադրենք 3 տարում, այս մի քանի օրվա մեջ դրա հնարավորը կանեն, մնացածը կանեն հաջորդի, բայց ցույց կտան աշխատանք եւ բնական է կողքից ցույց կտան լիքը process-ներ, որոնք կարծես թե իրանք բացատրությունը ստանալով հանդերձ միևնույն ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման նշաններ իրանց մեջ անպայման ունեն։ Օրինակ, երբ որ խոսում ենք քաղաքի ես կամ այն խնդրի լուծման մասին, ցանկացած քաղաքապետ կամ ժամանակավոր պաշտոնակատար կամ այս հարցի մեջ որևիցե առնչություն ունեցող համայնքային աշխատող պետք է անպայման իր անելիքը աներ, իր աշխատանքային գրաֆիկով, հա։ Հիմա կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը իր բոլոր թևերով, բոլոր գերատեսչություններով Հայաստանի Հանրապետության ղեկավարներով մի շաբաթ առաջ այստեղ գալով արդեն ցույց տվեց, որ վարչական տիրապետումը իրավիճակի եւ դրանից բխող բոլոր գործընթացները անպայման լինելու են։ Այլ բան է թե մենք միշտ խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման
եւ դրա նման վիճակների մասին, այդ կանից հետո քանի թիմ, կամ որ քաղաքական ուժը այդ ամբողջը կվիճարկի եւ կապացուցի հանրությանը, իրավապահ մարմիններին եւ այլն, որովհետեւ վարչական ռեսուրսի չարաշահումից միշտ բոլորը խոսում են, բայց դրա հետևանքները եւ դրա զարգացումները մենք երբեք չենք տեսնում մեր հասարակության մեջ։ Որքան մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը այստեղ գյումրիում էր, սատարում էր իր նշանակած տեխնացուի, շարունակեց կրկնել էր նույն թեզերը, որոնք ըստ էության չեն փոխել, հալան, թղյա, հատիկ առ հատիկ հետ վերել եւ այլն։ Արդեն սա չի խոսում է մասին, որ սպառված է մեզ։ Դա քաղաքական պարամետրի սնանկության մասին է, դա քաղաքական առաջարկի կամ քաղաքական նպատակի բացակայության մասին է, կամ Փաշինյան Նիկոլի, այսպես ասած, համառության մասին է։ Երեքն էլ այս դեպքում մի բանի մասին է խոսում, դրա հետ կապված ես ինքս արձագանք ունեցել եմ ոչ մեկ անգամ, որ այլ առաջարկ այս պահի դրությամբ իշխանությունները անել չեն կարող եւ եթե նկատել եք, ուն իշխանության, այսպես ձեռքբերում համարվող խաղաղության փաստաթղթի հետ կապված էլ չէ, մենք արդեն մի քանի տարի է լսում ենք բան, բայց վերջնարդյունքում կնկվեց համաձայնեցվեց մի փաստաթուղթ, որից ոչ մեկը տեղեկություն չունի։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք նախկին, թալանչի եւ նման եզրույթներով, դրա տակ պետք է տնել հիմքեր, ապացույցներ, դատական գործեր, դատական որոշումներ, հա, բայց կարծեք թե այս իշխանությունը ինչքան էլ որ փորձում է, հա, ես հույս ունեմ, որ շատ անկեղծ են իրանց այդ մղման մեջ, բայց միևնույն ժամանակ ոնց որ թե անգամ այդ առումով բավարար ապացույցներ, հիմքեր, որ ամեն ինչ այդպես է, ինչպես կա, Գյումրին թալանված է, Հայաստանի Հանրապետությունը թալանված է, մենք չունենք։ Մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ, հադիկ առ հադիկ կամ մաշիկ առ մաշիկ ինչ-որ բաներ վերադարձվում է պետությանը, բայց անգամ այս քարից քար թփից թուփ Հայաստանի պարագայում դա չնչին մի բան է։ Ուղղակի դա այստեղ ուղղված էր սոցիալապես անապահով խմբին Գյումրվա, որը մոտավորապես 40% է, հա, սոցիալական փաթեթ ասենք, անապահով կարող է չլինեն, բայց սոցիալական խոցելի խումբ են, որոնց հիմնական մասը մտածում է, որ այդ ամբողջից իր հետ կապված ինչ-որ բան է փոխվելու, բայց թոշակների բարձրացման չափից կարելի է եզրակացնել, որ դա այդպես չէ։ Փաշինյանի թիրախը հաստատել մնացել են սոցիալապես անապահով խմբի մարդիկ։ Ոչ թե թիրախը նախկիններն են, իսկ սոցիալապես անապահովները իր էլեկտորատը, լսարանը, այո, սոցիալապես անապահովներն են։